Այսօր տեղի ունեցավ հայրենիք կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեց Վաղաշապատ համայնքի ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Նիստի ընթացքում հաստատվեց կուսակցության ցուցակը, որը գլխավորելու է Վաղաշապատ համայնքի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանը։ Քննարկվեց նաև թիմի կազմը։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց հայրենիք կուսակցության սկզբունքներն ու մոտեցումները, ինչպես նաև Վաղաշապատ համայնքի համար նախատեսված ծրագրերն ու գործողությունները։ Վաղաշապատի մասով մենք շատ հետաքրքիր ոգևորող իրավիճակ ունենք շատ լավ թիմ, մարդիկ, ովքեր ոչ միայն նստել են տան ու ուզել են փոփոխություններ, այլև հենց իրենք են հայտ ներկայացնել այդ փոփոխությունները բերելու։ Վաղաշապատի համայնքապետի թեկնածու հայրենիք կուսակցության ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը ծնունդով էջմիածնից է։ Հայտնի բանաստեղծի ամբողջ կյանքն ու գործունեությունը կապված են հենց այս քաղաքի հետ։ Տարիների ընթացքում նա հասցրել է վայելել էջմիածնաբնակ քաղաքացիների սերն ու հարգանքը։ Մտավորական առաջնորդը խոր ափսոսանքով է խոսում երկրի ներկայիս սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին, ընդգծելով, որ օրվա իշխանությունները փորձում են պահել հայ ժողովրդին ստի թմբիրի մեջ, արժեզրկելով պատմական ազգային արժեքներն ու հայի ինքնությունը բնորոշող հիմնասյուները։ Վաղաշապատը իմ հայրենիքն է, ամեն մարդ իր հայրենիքը զգում է իր ծննդավայրով, այնտեղ որտեղ ապրել է, այն միջավայրը, որտեղ կայացել է։ Եվ հիմա ես տեսնում եմ, որ շատ բան է փոխվել այն ջերմ մթնոլորտից, այն բարեշունչ վիճակներից, այն լուսավորությունից ոգևեն, որը ես եմ տեսել, ես եմ ապրել եւ հիմա փաստորեն մենք չենք կարողանում դա փոխանցել եկող աճող սերունդներին, որովհետեւ այս վերջի տարիներին շատ բան խաթարվեց, մենք տեսանք ինչպես են ազգային արժեքները մերժվում, տեսանք ինչպես են մարդ պահող արժեքները մերժվում, դրա փոխարեն սուտը, կեղծիքը, խաբեությունը, շարլատանությունը դառնում են իշխող։ Կուսակցության հավաքանու թեկնածուների ցուցակի երկրորդ հորիզոնականում Արամ Քոչարյանն է, ով կարևորում է Վաղաշապատ համայնքի կայուն զարգացումն ու համայն հայության հոգևոր կենտրոնի կարգավիճակին վայել ապրելակերպը։ Հայրենիք կուսակցության անդամները վստահեցնում են, որ ականջալուր են վաղաշապատցիների կողմից հնչեցվող յուրաքանչյուր մտահոգության եւ համոզված են միասնական ուժով ու բարի կամքով կկարողանան վաստակել հաղթանակը։ Հույսով եմ, որ պետք է հաղթանակը տանենք։ Մեր ժողովրդի համար շատ լավ է լինելու, մեր եկեղեցու համար շատ լավ է լինելու։ Պարտադիր էջմիածին քաղաքը ունենա որևիցե մի ստատուս հոգևոր կենտրոնի համար, նշանակություն ունենալու համար, ու մնացած բոլոր իր խնդիրներով, բոլոր հարցերով բնակվում ենք, աշխատում ենք էջմիածնում, բոլոր խնդիրները գիտենք, տիրապետում ենք։ Եվ չի լինելու մի հարց, որտեղ մեր բնակիչը գա իր խոստումը, իր ցանկությունը խոստման արժանանա մեր եւ չկատարվի։ Դա չի լինելու։ Մենք ոչ միայն նստում ենք գրասենյակում կամ եթերներից ենք խոսում, այլ մեր թիմը, մեր տեխնացուի հետ, տեխնացուի գլխավորությամբ դուրս է գալիս, շրջում է փողոցներով, գնում է գյուղեր, հանդիպում մարդկանց մեջ, լսում այն խնդիրները, որոնք ունի Վաղաշապատցին, որովհետեւ մենք ներառենք մեր նախընտրական ծրագրում։ Փակ սոցիալական հարցումների արդյունքներով հայրենիք կուսակցության թիմը շատ կարճ ժամանակում կարողացել է Վաղաշապատի համայնքապետի ընտրապայքարում զբաղեցնել առաջատար դիրքեր։ Սա ըստ կուսակցության անդամների եւ ոգևորիչ է եւ մեծապես պարտավորեցնող։ Թիմը մարտական է, տրամադրված ենք բարձր ոգով ու վստահ եմ, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը հայրենիք կուսակցությունը իր ընտրական ցուցակով, իր գլխավորած անձով պետք է արձանագրի հաղթանակ Վաղաշապատում, ինչը մեզ համար լավ ստարտային պայմաններ կստեղծի նաև 2026 թվականին հասնելու ողջ հանրապետության մասշտաբում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկիր ազատագրելու եւ իշխանազրկման։